իհարկե։ Պարոն Խաչատրյան, վաղ առավոտից այստեղ է նաև ՔՊ ավականու կազմից որոշ ներկայացուցիչներ, այդ թվում դուք աջակցության համար եք, թե անհանգստանում եք ՔՊ-ի տեխնացուի համար։ Այո, առավոտվանից գտնվում ենք մենք այստեղ, մեր ընկերոջ կողքին, Արգիշնի Մեխակյանը մեր ընկերն է, բացի նրանից, որ մեր կուսակցական ընկերն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի տեխնացուն, եւ մենք այստեղ ենք, որպեսզի սատար կանգնենք նրան։ Ինչ ազդակներ եք ստացել ընտրությունների մինչ այս ընթացքից, այդ թվում մասնակցության վերաբերյալ գոհացնող է ընտրողների մասնակցությունը։ Տեսեք, ժամը 5-ի դրությամբ մասնակցությունը 36 կամ 37% էր, եթե չեմ սխալվում, որը կարծում եմ նորմալ թիվ է, հաշվի առնելով, որ թիմ ընտրություններ են եւ թիմ ընտրություններին ավելի քիչ է լինում համատաբար մասնակցությունը եւ Վաղարշապատցիները կարծում եմ դեռ միջև ընտրության ավարտը կա ժամանակ գնան եւ իրենց քվեով արդեն իրենց մասնակցությունը կհաստատեն Վաղարշապատի ավականու ընտրություններում իսկ ինչ վերաբերում է ընդհանուր process-ին ես մասնակցել եմ քարոզարշավին տարբեր օրերին եւ տեսել եմ թե ինչպես են Վաղարշապատցիները թե յուղական համայնքներում եւ թե հենց Շմիացին քաղաքում ջերմ ողջունում պարոն Մեխակյանը եւ իրենց ընդհանուր առմամբ ողջունի խոսքերը հղում նրան եւ աջակցություն հայտնում մեր տեխնացուին։ Շանսները ինչպես է գնահատում, հաշվի առնելով, որ վերջի շրջանում թիմ ընտրություններում ՔՊ-ին չի հաջողվում իշխանություն ձևավորել։ Տեսեք, վերջին ընտրությունները եղել են Գյումրու ընտրությունները եւ Փարաքարի ընտրությունները։ Գյումրիում մենք տեսանք թե ինչ եղավ, տարբեր քաղաքական մարգինալ կուսակցություններ, որոնք այսպես թե այնպես կապված էին նախկին իշխանությունների հետ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խափեցին մեր ժողովրդին, այս պարագայում գյումրեցիներին եւ գնացին եւ ձայն կորզեցին եւ վերջում միացան բոլորը եւ անգամ երկու ուժ միանալու դեպքում քաղաքացիական պայմանագրի ձայներից չկարողացան շատ ձայն հավաքել, միացան նրանց երրորդ ուժը, կարծեմ նաև չորրորդ ուժը, այդ ժամանակ արդեն նոր կարողացան իշխանություն ձևավորել, բայց այստեղ արդեն Վաղարշապատ խոշորացված համայնքում քաղաքացիները արդեն լավատեղյակ են թե ինչ է կատարվում եւ նույն կուսակցությունները, որոնք ուղղակի ոչ մի բանի մասին են, բայց ուղղակիորեն կապված են նախին իշխանությունների հետ եւ նախին ղեկավարների, նույն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կրկին փորձում են նույն Գյումրու սցենարը կիրառել, բայց վստահ եմ, որ չի ստացվելու, որովհետեւ արդեն մեկ անգամ մեր քաղաքացիները համոզվել են, թե ինչ է լինում այդ պարագայում։ Տեսեք, դուք Գյումրիի սցենարին եք անդրադառնում, բայց եկեք չմոռանանք, թե դուք Երևանում քաղաքային իշխանություն ինչպես եք ձևավորել։ Դուք չեք կարողացել միանձնյա ստանձնել եւ կոալիցիոն հուշագիր եք ստորագրել Հանրապետություն կուսակցության հետ եւ կարողացել եք ստանձնել քաղաքային իշխանությունը։ Հիմա ինչ վատ բան կա կոալիցիոն գործընկերության մեջ եւ այդ կերպ քաղաքային իշխանություն ստանձնել եւ նաեւ ձեզ պիտի մեջ բերեմ ձեր տեխնացուի խոսքերը, որ մտածում է, որ միանձնյա է ստանձնելու այստեղ եւ ոչ մեկին չի միանալու, բայց որ չկարողանաք ու այստեղ էլ դուք Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիա ստորագրեք եւ կարողանաք քաղաքային իշխանություն ձևավորել։ Այդ դեպքում հակասությունները։ Եկեք ձեր հարցին անդրադառնամ սկզբից, նախ թե Երևանի ավականու ընտրություններում, թե Գյումրու ավականու ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հավաքել է ամենաշատ ձայները եւ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Իսկ երկրորդ մասով այստեղ շատ կարեւոր է, որ ցանկացած քաղաքական ուժ հանդես գա իր իրական դեմքով եւ իր իրական կազմով, որովհետև ինչքան էլ փորձեն այսօրվա որոշ կուսակցություններ թաքցնել իրենց իրական ինքնությունը, բայց իրենք չեն կարող թաքցնել, որ իրանք կապված են, ուղիղ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ, եւ այսօր որ մենք տեսնենք թե ովքեր են Վաղարշապատում մասնակցում արտահայտ ընտրությունների, դա շատ պարզ է եւ հստակ եւ Վաղարշապատին վստահ են, որ տիրապետում է այդ ամենին, թե ովքեր են նոյեմբերի 9-ին պետության դեմ դուրս եկել, թե ովքեր են միութենական պետությանը կոչ անող միանալու հայտարարություններին նույնպես էլի սատար կանգնել եւ տարբեր այսպես քաղաքական ուժեր, իսկ ինչ վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերությանը որոշ քաղաքական ուժերի, տեսեք, քաղաքացիական պայմանագիրը բացառվում է, ուղղակի բացառվում է, որ կոալիցիոն գործընկերություն կազմի ինչ-որ մի քաղաքական ուժի հետ, որոնց ես արդեն նշեցի թե ովքեր են, այսինքն ապապետական ինչ-որ մոտեցումներ ունեցող, միութենական պետությանը սատար կանգնող եւ ցանկություն հայտնող որպես միանալ նոյեմբերի 9-ը, էլ չասեմ, եւ նման տարբեր
մարդկանց եւ քաղաքական ուժերին։ Իսկ ինչ վերաբերում է Երևանի ավականո ընտրություններին եւ Երևանի ավականո ընտրություններում նույնպես քաղաքացիական պայմանագիրը կրկնում եմ հավաքել է ամենաբարձր ձայները եւ առաջի հորիզոնականում բոլոր ընդ որում վարչական շրջաններում գրավել է առաջի տեղը։ Ձեր խոսքից տպավորություն է, որ այս երկրում միայն պիտի ԿՊ-ն թեկնածություն դնի, անցնի եւ ստանձնի քաղաքային կամ ընդհանրապես Իմ գլխավոր։ խոսքից տպավորություն է, որ այս երկրում պետք է բոլորը հանդես գան ընտրություններում իրենց իրական դեմքով։ Եթե մարդ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից է կամ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ աջակիցն է կամ Սերժ Սարգսյանի ուղիղ աջակիցն է, պետք է նա կանգնի եւ ժողովրդի դիմաց աչքերին նայելով ասի, որ այո, ես Ռոբերտ Քոչարյանի աջակիցն եմ կամ Սերժ Սարգսյանի աջակիցն եմ։ Հարգելի հետևող